ամենալավը մեզ ճանաչում են մեր թշնամիները, շատ խորությամբ, և պատահական չէր հենց սկզբից արտահայտությունը, Փաշազադեի արտահայտությունը եկեղեցու մաս, դրանից առաջ էլ անընդհատ խոսվել է եկեղեցու մասին, որպես ռևանշիստների, ֆաշիստների և այլն, որպես օջախ, և թիրախավորած, ուղղակիորեն թիրախավորած, թե անհատ հոգևորական, թե հատկապես Վեհափար Այրապետին, ես մի քանի անգամ օրինակներ բերեմ, 2022 թվականից ադրբեջանական մամուլը կոնկրետ իմ անձի և մեր մասին անընդհատ խոսել է Տավուշի թեմի, գործունեության և այլն, ռևանշիստներ, ահաբեկիչներ պատրաստող, անընդհատ, հիմա կարևոր ուրիշ բան ասեմ ձեզ, որ այո, այդ շարահարությունը երբ տեսնում ենք դեպքերի իրադարձությունների, ակունքը սկիզբը կարծես ազդանշանը տրվել է այնտեղից և այստեղ շարունակություն է գտել, հենց այդ ժամանակահատվածում, երբ եկեղեցիների համաշխարհային խորհրդի հովանու ներքո, Վեհափար Այրապետի նախաձեռնությամբ, հովանու ներքո հենց Արցախի վերադարձի վերաբերյալ, բռնազավթման վերաբերյալ, իրավունքների վերաբերյալ և այլն, ինչպես դուք նշեցիք, այլ օրակարգ է առաջադրում եկեղեցին, և մեր թշնամիները ինչպես ասած լավ են ճանաչում, և գիտեն նաև, որ ինչպես կարող է այդ ամբողջ եկեղեցու ցանցային գործունեությունը խաթարել իրենց համատեղ ծրագրերին այստեղի չարիքի իշխանությունների հետ,